Վերջին օրերին Հայաստանը հայտնվել է դիվանագիտական սկանդալի և պատերազմի մեջ։ Հայաստանի արտգործնախարարություն է հրավիրվել Հայաստանում Ռուսաստանի դեսպանը և նրան հանձնվել է բողոքի նոտա։ Իր հերթին Հայաստանում Իրանի դեսպանը քննադատել է Հայաստանի իշխանություններին, հայտարարելով, որ մեջբերում եմ, Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Սա ինչ-որ առումով աննախադեպ է, մասնավորապես Իրանի դեսպանի հայտարարությունը նկատի ունեմ։ Բովանդակային առումով չեմ ուզում մտնել ավելի մանրամասների մեջ, ուղղակի փաստ արձանագրենք, որ մեր բնական դաշնակիցների հետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վարում է այնպիսի քաղաքականություն, որ մենք դիվանագիտական պատերազմի մեջ ենք հայտնվում նրանց հետ, իսկ մեզ թշնամաբար տրամադրված Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է այնպիսի էնտուզիազմով, ինչպիսին որ Թուրքիան ու Ադրբեջանը չէին էլ կարող երազել։ Այսինքն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը օտար է յուրայինների մեջ և յուրային օտարների մեջ։ Այստեղ խնդիր չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը չզբաղեցներ Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Հետևաբար իշխանափոխություն պետք է իրականացնել, որպեսզի մենք բարեկամություն անենք մեր բնական դաշնակիցների ու բարեկամների հետ, իսկ նրանք, ովքեր մեր հանդեպ թշնամաբար են տրամադրված, նրանց հետ պետք է վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի մեղմվի ագրեսիան և հաստատվի իրական խաղաղություն և Հայաստանի համար ապահովվի իրական անվտանգություն։